հատկապես վերջին շրջանում որոշակի ահազանգ է հնչում, որ մեր երկրում ժողովրդավարության ինդեքսը նահանջ է ապրում։ Եթե այդպես է կա, խոսքի դա ուղիղ առնչվում է խոսքի ազատությանը։ Դե որ խոսքի ազատությունը ժողովրդական արժեքներից կարևորագույններից է, դա բոլորի համար ակնհայտ է, եւ ասեմ, որ խոսքի ազատությունը թերևս միակն է, որը որ այդպես նկատելի անկում չի ապրել, վերել չի ապրել, ըստ միջազգային վարկանիշների մնացել է նույն մակարդակի վրա, ուղղակի աշխարհում ավելի վատ գործընթացներ են գնում եւ աշխարհը ավելի այսպես ռեգրեսիվ ճանապարհով է գնում, քան Հայաստանը։ Դա է պատճառը, որ նույնիսկ եթե առաջընթաց գրանցում է, դա 1-2 նիշով, որը որ շատ էական չէ բնականաբար։ Այդ դեպքում կա որոշակի հասկանալի տպավորություն Վաշինգտոնյան նոր ադմինիստրացիան ինչ է անում այդ համակարգի հետ։ Այն ինչ անում է Վաշինգտոնյան նոր ադմինիստրացիան, իհարկե հարված է խոսքի ազատությանը։ Եվ երևում է նաև նպատակը։ Նպատակը դժվար է երևում, առայժմ կարելի է տարբեր վարկածներ առաջ քաշել, բայց ես ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները առհասարակ այդ միջազգային ռեյտինգներում ամենևին էլ առաջին տեղերում չի եղել։ Եվ վերին դեմոկրատիայի հայրենիք։ Այո, հատկապես ես խոսքի ազատության մասին եմ խոսում, նա միշտ զիջել է օրինակ հյուսիսային Եվրոպայի երկրներին, Շվեդիա, Դանիա, Նորվեգիա եւ այլն, եւ կհաստատեմ, որովհետեւ եղել եմ այդ երկրներում։ Այո, ես էլ եմ եղել, իսկապես տարբերությունը բավականին մեծ է, բայց եթե մենք նայենք ընդհանուր առմամբ այն կուրսը, որը որ որդեգրել է Թրամփը, ոչ միայն խոսքի ազատության, առհասարակ ժողովրդավարական արժեքների հետ, այսպես ոչ խաղաղ գտնվելու մասին է սա։ Ինչ է, փող է հաշվում, չէ՞։ Այո, դե ինքը պրոֆեսիոնալ բիզնեսմեն է եւ ինքը ամեն ինչ բիզնեսի կանոններով է առաջ տանում եւ քաղաքականությամբ այդտեղ զբաղվելու նշույլ ես առայժմ չեմ տեսնում, այսինքն այսպես ասեմ, քաղաքականությունը իջացրել է զուտ բիզնեսի մակարդակի, իսկ դրանք ապեն դեպքում տարբեր բաներ են եւ եթե նկատել եք իր ուրեմն բառապաշարի մեջ էլ ոչ թե պայմանավորվածություններ, ոչ թե պայմանագիր, ոչ թե համաձայնագիր բառն, այլ գործարք։ Նա քաղաքական բոլոր այդ գործընթացները չափում է գործարքի էֆեկտով։ Եվ դրա մասին է խոսում եւ Ուկրաինայի կոնֆլիկտ եւ Ռուսաստանի միջև պատերազմի այդ գործարքը, որ ինքը ուզում է անել, դրա մասին է խոսում Գրենլանդիայի հետ պատմությունը, Կանադայի հետ պատմությունը եւ այլն եւ այլն։ Եվ կարծում եմ, որ այդտեղ ավելի շատ իր բիզնես պլաններին քաղաքական աստառ է տալիս, քաղաքական երանգ է տալիս կամ քաղաքական ուղղվածություն է տալիս ավելի շատ թիմը եւ փորձում է այսպես շտկել, չէ՞ որ նա խոսք էր տալիս 24 ժամում պատերազմը կանգնեցնել Ուկրաինայում, նա չկարողացավ դա անել 3 օր, 3 ամիս եւ այլն, կտեսնենք թե ինչ կստացվի, սա մեծ հաշվով դասական քաղաքական գործընթաց է, որովհետև ես չեմ հիշում, որ որևէ նոր կամ հավակնոտ քաղաքական գործիչ առանց որևէ բլեֆի գա իշխանության եւ շարունակի կառավարել։ Բլեֆը եղել է, հիմա ինքը իշխանության է եւ կամաց կերևա թե դրանից ինչքան է իրականանալու, ինչը չէ։ USAID-ի ազատություն ռադիոկայան այդպիսի ավանդույթ ձևավորած կառույցների վերջակետ, դա ահռելի խորհուրդներ են առաջանում բա հետո։ Ինչ խոսք։ Այստեղ կարելի է խոսել բուն հայաստանյան իրավիճակից, խնդիրներից կարելի է գլոբալ առումով խոսել։ Գլոբալ առումով իհարկե սա նշանակում է քաղաքականության փոփոխություն, այսինքն այն ինչ մինչև Թրամփի երկրորդ գալը
այսպես փափուկ ուժ կոչեցյալով էր կարգավորվում, այսինքն երկրների հետ բարեդրացական հարաբերություններ էին հաստատվում, աջակցություն էր տրամադրվում ժողովրդավարական ուժերին եւ արժեքներին։ Հիմա Թրամփը ուղղակի ասում է դա կարելի է մի կողմ դնել եւ կոշտ ուժով, այսինքն կոշտ պահանջներով, իսկ եթե այդ պահանջները չեն աշխատում, կոշտ ուրեմն քայլեր ձեռնարկել։ Լավ, որն է հիմնավորումը այդ քայլի։ Ինձ թվում է Ազատություն ռադիոկայանը ենթադրենք ոչ արդյունավետ է աշխատել։ Չէ, դրա մասին իհարկե չի կարելի խոսել, ինչպես եւ չի կարելի ասել, որ ոչ արդյունավետ է աշխատել USAID-ին, որովհետեւ հասկանալի է 68 միլիարդ դոլարի տարեկան ուրեմն շրջանառություն ունեցող եւ օգնություններ տրամադրող կազմակերպության մեջ կարող են լինել եւ անհաջող ծրագրեր եւ կոռուպցիայի ռիսկեր, որոնց մասին խոսել է Մասկը կամ նույն ինքը Տրամպը եւ այլոք, բայց դա քաղաքակիրթ ձևով արվում է այլ կերպ, աուդիտը անցկացվում է, ամեն ինչը վերհանվում է, մեղավորները պատժվում են եւ այլն եւ այլն, բայց որ գլոբալ առումով USAID-ին շատ մեծ դեր է կատարել ոչ միայն ժողովրդավարական արժեքների այսպես առաջ մղման գործում, այլ նաև սոցիալական, տնտեսական, ժողովրդավարությանը ձգտող երկրների պետություններին աջակցելու համար եւ այլն։ Եվ եթե իրենք հրաժարվում են այդպիսի քաղաքականությունից, առայժմ դժվար է ասել, որ վերջնականապես հրաժարվել են, որովհետեւ այնտեղ չնչին տոկոս 17% շարունակում է գործել, բայց պետդեպարտամենտի հովանու ներքո ներողություն, այսօր հանդիպեց ԱՄՆ գլոբալ մեդիայի գործակալությունը պարտավորվել է ազատությանը փոխանցել մարտի 1-ից 14-ի համար 7.46 միլիոն դրամաշնորհ, ծանոթեցես այս տեղեկությունը։ Դե ազատությունը հայտարարել էր, որ ինքը դիմելու է եվրոպական կառույցներին, եւ կոնգրեսը բավարարել է, եւ ես կարծում եմ, որ այդ փնտրտուքը արդյունքներ կբերի, ֆինանսական այդ fundraising կոչեցյալը արդյունքներ կբերի եւ շատերն են պատրաստ ֆինանսավորել եւ ազատությանը, խոսք է գնում նաեւ Ամերիկայի ձայնի մասին եւ ուղղակի տարօրինակ է Թրամփի վարչակազմի այս մոտեցումները ժողովրդավարության տեսանկյունից, թե ինքը կտեսնենք ապագա քաղաքականությունը ինչպես է վարելու, չեմ բացառում, որ որոշ քայլերից հետ կանգնի, որոշ քայլերը վերանայի եւ այլն, բայց մեծ հաշվով Թրամփի այս քաղաքականությունը կարծում եմ, որ մարտահրավեր է հենց Ամերիկայի համար որպես պետության։ Եվ շատ կարևոր է տեսնել եւ վերջո կերևա դա, թե պետությունը ինքը դիմակայում է այդպիսի մարտահրավերներին, թե չէ, որովհետեւ մենք արդեն տեսնում ենք եւ դատական համակարգն է ըմբոստանում, հենց նույն հանրապետականների շարքում համաձայնություններ կան եւ կա Միացյալ Նահանգներում նաեւ այսպիսի մի հիմնադրամ, որը NED է կոչվում, National Endowment for Democracy, եւ դա ֆինանսավորվում է կոնգրեսի կողմից, ընդ որում երկու կուսակցությունների կոնսենսուսով եւ դրանից հետո վերցնել եւ փակել կամ ինչ որ սահմանափակումներ, իսկ այդ հիմնադրամի նկատմամբ նույնպես սահմանափակումներ դրեցին ուղղակի դատական համակարգի, ինչպես նաեւ ուրեմն երկու կուսակցությունների փոխհամաձայնությամբ այդ սահմանափակումները հանվեցին։ Առայժմ համենայն դեպս Հայաստանյան կառույցներում անորոշություն է, թե կա պատկերացում ինչ է լինելու։ Չէ, անորոշությունը շատ մեծ է առայժմ, որովհետև Հայաստանում USAID-ին դադարեցրել է որևէ գործունեություն, ֆինանսավորումը չկա, ավելին Այսինքն որոշակի քանակի մարդիկ հայտնվել են անաշխատ կան եւ այդպիսիք, կան եւ մարդիկ, որոնց ծրագրերը կանգնել են եւ կամ քիչ են ավելի ստանում աշխատավարձ կամ գործունեության ծավալը պակասել է, բայց ովքեր որ գործել են միայն USAID-ի ֆինանսավորմամբ, այո, իրանք ուրեմն առանց գործի են մնացել եւ որևէ հստակություն այդտեղ չկա։ Բանն այն է, որ
շատ անսպասելի եւ կտրուկ արվեց։ Դու անսպասելի դժվար է ասել, որովհետեւ Թրամփը իր նախընտրական կամպանիայի ժամանակ դրա մասին ակնարկներ արել էր, բայց որ ասենք հունվարի 25-ին շաբաթօրով կտեղեկացնեն, որ ամսի 24-ից ծրագիրը դադարվել է, դա բավականին անսպասելի էր եւ խիստ այսպես խնդրահարույց, որովհետեւ մարդիկ հունվարի 1-ից 24-ը աշխատել էին, արդեն պետք է աշխատավարձ տալ, հարկեր պետք է վճարել պետությանը եւ այլն։